Հայաստանի անվտանգային հեռանկարը առանց Ռուսաստանի հետ դաշինքի ուղղակի պատկերացնել հնարավոր չէ եւ այդ ակնհայտ իրողությունները աչքի առջև ունենալով թերևս դաշնակից երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունն այն տեսակետն է ունեցել, որ միևնույն է բանը բանից չի անցնի։ Ես չեմ խոսում տնտեսական ուրեմն հեռանկարների վերաբերյալ, բայց հարի ուտեց, որ այո, նաև այս տեսակետն է եղել խիստ ուրեմն թերագնահատել են մեր դաշնակից երկրի ղեկավարները, գործող իշխանության կախվածությունը հակառուսական կենտրոններից։ Հիմա այո, բանը հասել է նրան, որ եթե այս իշխանությունը վերարտադրվի, ինչի շանսերը անկեղծ ասած ես նվազագույն եմ համարում, բայց այնուհանդերձ, եթե տեղի ունենա նման աղետ, ապա մենք շատ արագ ականատեսը կլինենք այն բանի, որ հայ-ռուսական ռազմական դաշինքը ուղղակի չեզոքացվի, կքանդվի, կվերանա, այսինքն անմիջապես հարց կդրվի 102-րդ ռազմաբազան այստեղից դուրս բերելով եւ բնականաբար այստեղից ուրեմն ռուսներին վանելու այդ մանյակալ մղումը ամեն տեսակ մակրոնների, կայակավախների մոտ որ առկա է, որվա իշխանությունը առաջ է մղելու։ Ինչ տնտեսական աղետի սա կբերի։ Ուղղակի աներևակայելի, ես չեմ պատկերացնում, թե ռուսական շուկան այլ որ շուկայով կարող է փոխարինել օրվա իշխանությունը, չի կարող լինել նման բան, բայց իրենք գնում են այդ ճանապարհը, որովհետև իրենց ուղեղներում, տեսեք, իրենց պատկերացումները ինքնիշխանության վերաբերյալ այն աստիճանի խեղված են, որ իրենք պատրաստ են ցանկացած զոհողության, միայն թե Ռուսաստանը այստեղից հեռանա։ Այսինքն այն, որ այդ ուրեմն հայ-ռուսական դաշինքի այդ քանդելը կբերի նրան, որ մենք ուղղակի շատ արագ կթրքանանք, Թուրքիան ուղղակի շատ արագ կմտնի այդ տարածության մեջ, այդ բացը ռուսական ներկայությունը եթե չեղավ, անմիջապես լրացնելու է Թուրքիան։ Այն, որ ուրեմն համակարգային թրքացում է մեզ սպասում, իրենք թքածում են, այն, որ տնտեսական աղետը վերելու է շատ մեծ արտագաղթի նույնպես թքած ունեն, իրենք թքած ունեն անգամ Արցախի կորստի վրա միայն թե Ռուսաստանի հետ կապերը խզել,